Ինչպես կգնահատեք Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքները։ Ես կարծում եմ դրական եւ դա սպասված նաեւ արդյունքներ է, ի վերջո սուտը, խաբեությունը, մանիպուլյացիան եւ անverջ տրված խոստումների չկատարելը թե տեղական մակարդակում, թե նաեւ ընդհանուր առմամբ ծրագրային հանրապետական մակարդակում իր հետևանքը ունենալու է եւ սա կարծում եմ արդեն մեր կոնկրետ արձանագրումներն են Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է եւ նաեւ այո գյումրեցին ի վերջո իր նաեւ արժանապատիվ խոսքը ասեց մենք նկատի առնենք որ ողջ ծավալով կիրառվել էր վարչական ռեսուրսը նաեւ անօրինական այսպես գործիքակազմով ողջ ծավալով կիրառվել էր իրենց այսպես ամենավարժ նաև ամբողջական առաջնորդությունը, այսինքն ասֆալտին փռելու այդ, չգիտեմ, սենց կանեն, կբռնենք եւ այլն, եւ նաեւ այո անverջ խոստումները ի վերջո փաստվեց արդեն հերթական անգամ, որտեղ դա նաեւ փաստվել էր Երևան քաղաքի ընտրություններում, չենք մոռանում, որ ԿՊ-ն պարտվեց բառից բուն իմաստով, իսկ արդեն Գյումրիում երկրորդ անգամ եւ ավելի ընդգծված ձևով Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այս դեպքում արժանապատիվ գյումրեցին ասեց, որ մերժում է օրվա իշխանությանը իր ամբողջական առաջնորդությամբ։ Դա տեղի ունեցավ նաեւ Փարաքարում, վստահաբար այս process-ը ձնագնդի էֆեկտով հաջորդ մոտակա հանրապետական ընտրություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացին վստահաբար շատ կոշտ կերպով ճանապարհ է դնելու սուտը, կեղծիքը, անverջ չկատարվող խոստումները եւ այն ամենը, ինչ այն արհավիրքը, ինչ որ այս իշխանությունները իրենց կողմից բերեցին եւ փաթաթեցին մեր ժողովրդի վզին։